Արդեն 10 օր է Հայաստանի հասարակական քաղաքական թիվ 1 օրակարգը Բաքվում գտնվող մեր գերիներն են եւ այս ամենը հանրության ակտիվության շնորհիվ փողոցներում, աշխատավայրերում, տարբեր միջավայրերում, սոցիալական ցանցերում, զանգվածային լրատվամիջոցներում հիմնական ասելիքը գերիների մասին է, գրել է Ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։ Այս ամենի արդյունքում իշխանությունն էլ սկսում է խոսել գերիների մասին բոլորովին այլ տոնով։ Փոխորտանքներին հիմնականում եկել են փոխարինելու մեղայական արդարացումները, եւ սա հասարակության ճնշման արդյունքում է։ Ռուբենը հենց սրա մասին է խոսում, երբ անտարբերությանը ու հանձնվողականությանը փոխարինում է պատասխանատվությունն ու պայքարը, սկսում ենք արձանագրել արդյունքներ, թեկուզ փոքր քայլերով։ Հետևաբար կարևոր է պայքարել, անդադար պայքարել, ցույց տալ, որ ուժեղ ու զարգացող Հայաստանը այլընտրանք չունի, ցույց տալ, որ հայ ժողովրդի արժանապատվությունն ու կամքը անբեկանելի է։ Հայաստանի իշխանությունն ինչ միջոցներ կարող է ձեռնարկել Բաքվում պահվող հայերի ազատության համար թեմայով մեդիա կենտրոնի հրավիրած ասուլիսին Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգդարյանի խոսքով այս հարցում հստակ է Հայաստանի ռազմավարությունը, ինչի մասին ասել է Հայաստանի վարչապետը, թե իբրև չեն ուզում բախումային տրամադրության մեջ մտնել Ադրբեջանի հետ, այդ թվում Արցախի ժողովրդի վերադարձը պահանջելիս մշակութային ժառանգության պաշտպանության հարցում եւ բազմաթիվ այլ պահանջներում, որոնք բխում են Արդարադատության միջազգային դատարանի Հայաստանի դիմումից։ Մեկ բան հստակ է, որ այս հարցը պետք է լինի Հայաստանի իշխանությունների ամենօրյա դիվանագիտական օրակարգում որպես առաջնահերթություն, ընդ որում նաև Ադրբեջանի հետ բանակցություններում, այսպես կոչված խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ, պետք է այս հարցը հստակ դրված լինի։ Ավելին ասեմ, նույնիսկ ես կարծում եմ, որ սա պիտի լինի համաձայնագրի կետերից մեկը, որ պետք է գերիները ազատ արձակվեն, ընդ որում ոչ թե համաձայնագիրը կնքելուց հետո, այլ որպես հստակ նախապայման համաձայնագիրը կնքելու համար։ Այլապես հնարավոր չէ քննարկել, թե ինչպես պետք է համաձայնագիր կնքվի խաղաղության վերաբերյալ, եթե այնտեղ հայ գերիները հենց այդ հակամարտության համատեքստում վրեժխնդիր կերպով դատապարտվում են եւ որպես գործիք այդ դատավարությունը կիրառվում է խաղաղությունը տորպեդահարելու համար կամ Հայաստանին մեղադրելու համար ինչ-ինչ հանցագործությունների մեջ։ Հայաստանի ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը անդրադառնալով Բաքվում հայ գերիների նկատմամբ ընթացող շինչ ու դատավարությանը ասել է, որ իրենց հանձնաժողովը իր լիազորություններն ու հնարավորությունները օգտագործում է, որպեսզի միջազգային գործընկերների ուշադրություն հրավիրի այս կեղծ իրողության վրա ոչ միայն պարզապես ուշադրություն հրավիրի, այլև գործուն քայլեր ձեռնարկի։ Որովհետեւ այդ ուղղությամբ աշխատանքները իրականացվում են եւ չեն դադարել։ Եվ մեզ համար շատ կարևոր է, որ մեր բոլոր գերիները վերադարձվեն Հայաստան, բոլոր գերիները առանց բացառության։ Բաքվի զինվորական դատարանում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինչ ու դատավարությունը։ Այսօր դատարանում ցուցմունք է տվել Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ դատախազը Արկադի Ղուկասյանից հետաքրքրվել է, թե համաձայն է Մեծ Հայաստանի գաղափարախոսության հետ, որին ի պատասխան Ղուկասյանն այդ միտքը հեքիաթ է անվանել։ Ես վաղուց չեմ հավատում հեքիաթներին, Մեծ Հայաստանի գաղափարը հեքիաթ է, ես ապրում եմ իրական կյանքով եւ երբեք դրան լուրջ չեմ վերաբերվել, ըստ ադրբեջանական մեդիայի ասել է Արցախի նախկին նախագահը։ Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը շեղվում է ռազմատենչ հռետորաբանությամբ, որը ցրում է այն հույսերը, թե տևական կարգավորումը մոտ է, գրել է Եվրազիան-Net-ը։ Ընդամենը 4 ամիս առաջ Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը հանձնարարել էին իրենց համապատասխան կառույցներին արագացնել բանակցությունները, խոստովանելով, որ խաղաղության պայմանագրի նախագծի դրույթների մեծ մասը կարգավորվել է։ Սակայն այժմ երկու պետությունները կարծես թե ավելի շատ մտածում են պատերազմ վերսկսելու, ոչ թե խաղաղության մասին։ Ալիևը տարածքային պահանջ է ներկայացրել Հայաստանի դեմ, կենտրոնանալով Ադրբեջանին Նախիջևանի էքսկլավից բաժանող հայկական տարածքի վրա, որը նկարագրել է որպես արևմտյան Զանգեզուր։ Հայաստանը հրաժարվում է զիջել Ադրբեջանի արտատարածքային միջանցքի հարցում։ Զանգեզուրի միջանցքի խնդիրը ներառում է նաև ավելի լայն աշխարհաքաղաքական խնդիրներ։ Իրանը համառորեն դեմ է Զանգեզուրի ցամաքային ճանապարհի ստեղծմանը։ Թեհրանը մտավախություն ունի, որ Զանգեզուրի միջանցքի ստեղծումը կդադարեցնի Իրանի առևտրային մուտքը Հայաստան։ Հայկական կողմը 5 ամիս է չի վերցնում Ստեփանակերտում մահացած Վերա Աղասյանի դին, հաղորդում է ադրբեջանական ապագործակալությունը, հղումանելով Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ Շարաֆաթ Հասանովի խոսքերին։ Նա հիշեցրել է, որ հայկական կողմը եւ անցած տարի հոկտեմբերի 20-ին Ստեփանակերտում մահացած Վերա Աղասյանի զավակները տեղեկացվել են Կարմիր խաչի միջազգային կազմակերպության կողմից նրա մահվան մասին։ Բոլոր ընթացակարգերը իրականացվել են, սակայն Հայաստանը ոչ մի կերպ չի արձագանքում մարմինը վերցնելու հարցին։
Իսպանիայի խորհրդանի падգամավոր Ջոն Ինյարիտուի խոսքով Ադրբեջանի կողմից քարոզչական դաշտ նետված այսպես կոչված արևմտյան Ադրբեջան նարատիվը պատմությունը վերաշարադրելու, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ իրագործած էթնիկ զտումներն արդարացնելու եւ Հայաստանից նոր տարածքներ օկուպացնելու նպատակ է հետապնդում։ Նրա բնորոշմամբ Ադրբեջանը նման հայտարարություններով նպատակ ունի դիվանագիտական եւ քաղաքական ճնշում գործադրել նաեւ Եվրամիության վրա։ Մենք պետք է ժողովրդին զեկուցենք, թե ինչ ենք վերադարձրել պետությանը, այս մասին Գյումրիում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, հիշեցնելով, որ վերջերս 2010 թվականի արտադրության Range Rover է վերադարձրել պետությանը։ Անդրադառնալով Գյումրու արտահերթընտրություններին նա նշել է, թե արտահերթընտրություններն այն պատճառով են, որ կոռուպցիոն բացահայտումներից հետո Գյումրու ավականին չի ցանկացել թալանածը վերադարձնել պետությանը։ Ըստ վարչապետի, Գյումրու տեղական ինքնակառավարման ընտրություններին մասնակցելու ինքնահայտարարագրվածները մեկ նպատակ ունեն՝ պաշտպանել իրենց թալանածը։ Շատերն են ընդդիմադիրներից հիշեցնում իմ խոսքերը 2018-19 թվականներին, երբ որ ես ասել եմ կոպեկ առ կոպեկ վերադարձնելու ենք, հատիկ առ հատիկ վերադարձնելու ենք։ Եվ ես իմ Facebook-յան էջում արդեն մի շարք եմ սկսել, որը հույս ունեմ եւ համոզված եմ, որ առաջիկա տարիներին չի ավարտվելու այդ շարքը, եւ մենք պետք է ժողովրդին զեկուցենք, թե ինչ ենք վերադարձրել։ Եվ ուզում եմ նաև ընդգծել, այս վերջերս ես իմ էջում դրել էի 2010 թվականի արտադրության ապօրինի ձեռք բերված որպես ապօրինի գույք Range Rover-ի վերադարձ եւ էլի ինդիմադիրները սրանով էլի ժողովրդին խափում են ոչ։ Դա հենց նրա ապացույցն է, որ հատիկ առ հատիկը բառիս բուն իմաստով հատիկ առ հատիկ է։ Եթե տենց դուր չի գալիս, ուրեմն Range Rover առ Range Rover ենք վերադարձնելու, բրաբուս առ բրաբուս, յաշիկ առ յաշիկ։ Հայ-հեղափոխական դաշնակցության 35-րդ ընդհանուր ժողով է գումարվել Հայաստանի եւ ամբողջ հայության համար աշխարհաքաղաքական եւ ներազգային լրջագույն մարտահրավերների, Արցախի հանրապետության բռնազավթման, Արցախում տեղի ունեցած ցեղասպանության, հայոց պետականության դեմ ուղղված գոյութենական սպառնալիքների ժամանակահատվածում, պատերազմներով ուղեկցվող համաշխարհային վերադասավորումները, միջազգային ինստիտուտների եւ միջազգային իրավունքի, նաեւ զսպման արդյունավետ մեխանիզմների բացակայությունը, անվտանգության մարտահրավեր են հայոց պետականության լինելիությանն ու հայկական համայնքների կենսունակությանը։ 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում խախտված ռազմաքաղաքական հավասարակշռությունը, Ադրբեջանի շարունակական ռազմատենչ նկրտումները եւ Հայաստանի իշխանությունների ворթեգրած խաղաղության կեղծ օրակարգը անվտանգային նոր սպառնալիքներ են ստեղծում։ Իրական Հայաստանի գոյության երաշխավորը Թուրքիան է եւ Ադրբեջանը։ Եթե մեկը դրանում կասկածում է, այդ նշանակումը լավ չի պատկերացնում ինչա կատարվում, կամ չի լսում ինչա տեղի ունենում այդ դաշտում Նիկոլ Փաշինյան, Ալիև, Էրդողան այս եռանկյունու մեջ ինչա տեղի ունեն։ Հետևեն մեր ասածները եթե չեն ընդունում, թող իրենք դրեն վերլուծեն։ Այս ինչա այսպիսի հայտարարություններ կատարվում Ադրբեջանից ու Թուրքիայից, նույն բանը կրկնում է այս մարդը ստեղ։ Ամենավերջինը Մինսկի խմբի լուծարման process-ն է, չէ՞։ Մինսկի խումբը ինչ են ուզում լուծարեն, որպեսզի փակեն ընդհանրապես Արցախի հակամարտության էջը։ Արցախի էջը ընդհանրապես փակել։ Արցախի էջը փակելով մարդկանց համոզեցին, թե փրկում ենք Հայաստանը, իրականում Հայաստանի նկատմամբ նորանոր սպառնալիքներ առաջացավ, չէ՞։ Մարդը ասում էր, տանք Արցախը, փրկենք Հայաստանը։ Ըստ էության դա էր ասում։ Հիմա կարող է այդ բառերով չի ասում, բայց եթե իր բառերը դնես, դա է դառնում, չէ՞։ Այդ հետևությունը, եթե մեկը կատարեր, չէ՞, կհասկանար, որ բան չի չփրկվեց Հայաստանը, եթե համարում էր, որ դրանով փրկվելու է։ Ոչ միայն Հայաստանը չփրկվեց, հիմա Սյունիքն է վտանգված։ Հստակ։ Հիմա Սյունիքն էլ տանք, որ փրկենք Երևանը, թե Արարատյան այս բանը դաշտավայրը։ Քննելու իրավիճակը ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովը հաստատեց։ Մրցունակ, նոր որակի ազգային պետության կառուցումը եւ հայկական ինքնության պահպանումը հայ-հեղափոխական դաշնակցությունը հռչակում է ռազմավարական նպատակ եւ հայտարարում է պայքարի վճռական հանգրվանի մասին։ Ըստ այդմ սահմանվում են ռազմավարական հետեւյալ առաջնահերթությունները. Ա. Հայոց անկախ պետականության հզորացում, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության վերականգնում,
ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետության կերտում, անկախության հռչակագրի տառին եւ ոգուն համապատասխան։ Բ. Արցախի ազատագրման օրակարգի շուրջ համազգային համախմբում, միջազգային իրավաքաղաքական երաշխիքների գործադրումով Արցախահայության հավաքական վերադարձի եւ հիմնարար մյուս իրավունքների իրացում։ Գ. Հայոց բանակի պաշտպանության եւ անվտանգության համակարգերի ամրապնդում։ Դ. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ հատուցման իրավունքի հետապնդում։ Եվ ազգային եւ պետական շահերի վրա կառուցված անվտանգային սպառնալիքները հաղթահարող արտաքին քաղաքականության որդեգրում։ Եվ վերջին կետը Սփյուռքի կազմակերպական հզորացում համահայկական օրակարգերի շուրջ ազգային եւ քաղաքական համախմբում։ Կառավարության դիմաց կրկին հավաքվել են շրջանառության հարկով աշխատող տնտեսվարողները, նրանք բողոքում են շրջարկը 5%-ից 10% դարձնելու դեմ։ Ասում են, որ էկոնոմիկայի նախարարի հետ պայմանավորվածություն ունեն հանդիպման, նամակը գրված է, պետք է օրնշանակեն հանդիպեն ու մի շարք հարցեր են քննարկելու նախարարի հետ։ Հիմա սպասում են պատասխանին։ Ի սկզբանե իրանք ժողովրդին մոլորության մեջ են գցել։ Երբ որ իրենք արտահայտվում են, ոչ միայն պարոն Փաշինյանը, շատերը, կառավարությունից, ասում են, որ եթե դուք թղթավորեք ձեր ապրանքները, ընդհանուր միջով 1% դուք կարող եք ձեր հարկերը նվազեցնել։ Նման բան գոյություն չունի։ Տեսեք, մարդը, որ յուրաքանչյուր տնտեսվարողը ապրանքը թե կներմուծի, թե ինչ-որ մեկից թղթով կառնի, այդ թուղթասվածով, այդ հատվածն է 1%։ Մնացածը, չէ որ այդ մարդը պետքա շահույթ էլ ունենա, ինչ-որ մարժա պետքա, չէ գա ապրանքի, X ապրանքի վրա։ Այն շահույթը ենթադրենք սենց վերցնենք, X մի հատ գումար վերցնենք, 1000 դրամ ենթադրենք, այդ 1000 դրամից ինքը 1% հարկվելու, եթե ինքը 500 դրամ մարժա գավարեն, չէ որ ինքը ծախսրել ունի լրացուցիչ, այդ 500 դրամից ինքը արդեն հարկվելու է 10%։ Հիմա անդեի ինչ թուղթ պետք է լինի, հա, որ այդ տոկոսը իջացնեն 1%-ի։ Ես այդպես բան չեմ տեսնում։ Սիրիայում գործող երկու ահաբեկչական կազմակերպությունները Համզաթը եւ Ամշաթը, որոնք ծայրահեղական վարձկան զինյալներով են համալրված եւ ֆինանսավորվում են Թուրքիայի կողմից, ցեղասպան գործողություններ են անում ալևիների, նաեւ այլ ազգային փոքրամասնությունների, քրիստոնյաների նկատմամբ, այդ թվում հայերի։ Այս պահին Սիրիայի ալևիներով բնակեցված շրջաններում իրավիճակը թեժ է, շարունակվում են ցեղասպան գործողությունները, իսկ Սիրիայի Լաթաքիա նահանգի հայաբնակ Քեսապ քաղաքում ներկայում համեմատաբար հանգիստ է Սպուտնիկ Արմենիայի հետ զրույցում ասել է Զարթոնք պարբերականի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը, ըստ խմբագրի Սիրիայում այսօր կատարվողը անմիջականորեն կապ ունի նաև Հայաստանի հետ։ Թուրքական գործոնն է դեռ խաղում Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններում, նույնն էլ կարող է լինել Հայաստանում, բախումների զոհ է գնացել արդեն շուրջ 1000 խաղաղ բնակիչ։ Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի շտաբ խորհրդակցություններ են պահանջել Սիրիայում իրավիճակի վերաբերյալ, ասել է համաշխարհային կազմակերպությունում Ռուսաստանի առաքելության մշտական ներկայացուցիչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքն էլ դատապարտել է Սիրիայում խաղաղ բնակիչների սպանությունը, կոչ անելով հետաքննել քաղաքացիական անձանց մահապատիժները եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ In Syria yesterday, we saw a regime Կազմակերպված հարձակումներից հետո Սիրիայում ծայրաստիճան անհանգստացնող հաղորդումներ են ստանում ամբողջական ընտանիքների, այդ թվում կանանց, երեխաների եւ վիրավոր մարտիկների սպանությունների մասին։ Անհրաժեշտ է իրականացնել բոլոր սպանությունների եւ այլ խախտումների օպերատիվ, թափանցիկ եւ անկողմնակալ հետաքննություններ, իսկ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն միջազգային իրավունքի նորմերին եւ չափանիշներին համապատասխան։ Կոչ եմ անում ազգային մակարդակով ստեղծել ներառական, արդար եւ հուսալի արդարադատության իրականացման համապարփակ գործընթաց։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կոշտ դիրքորոշում ունի Ռուսաստանի հարցում, միևնույն ժամանակ լավ հարաբերություններ է պահպանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է, որ իր առաջին ժամկետի տարիներին մեծ թվով պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ, ի թիվս այլ միջոցների, եւ որ Պուտինը առաջինը կարող է հաստատել Ռուսաստանի նկատմամբ իր կոշտ մոտեցումը։ Այս համատեքստում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մարտի 10-ից 12-ը կայցելի Սաուդյան Արաբիա կհանդիպի ուկրաինական պատվիրակության հետ առաջ մղելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նպատակները հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ։